Բարև ձեզ կներկայանաք, ով եք ինչ խնդրում եք։ Ես գումար եմ դրել Տելոբիքի ներդրումային ծրագրի մեջ ու չեմ կարողացել կանխիկացնել գումարը կորցրել ենք, հիմա պահանջում ենք քննչարկանից, որպեսզի արդար քննություն լինի, ասում են զեղծարարները քաղաքացիներին խաբել են, գումարները կորցրել են, ուզում ենք որ քննչարկանը կամ դատախազությունը վերականգնի արտարությունը, մարդկանց գումարները վերադարձնի։ Դուք դեռևս տարվա վերջին այստեղ հանդիպում եք ունեցել, ասել էին քննչական կոմիտեից, որ հարցով կզբաղվեն, ժամկետների մասին որևէ հստակ բան ասել են։ Ժամկետների մասին չէ, բայց կան քաղաքացիներ, որ քննչականից ասել են կվերադարձնեն գումարները, բայց երբ չգիտեմ։ Հիմա այդ պահանջով ենք եկել, որպեսզի իմանանք գումարների վերադարձին երբ կլինի։ Կոնկրետ դուք որքան գումար։ Ես $1000 եմ։ 4000 Երբ հաջորդ տեղի ունեցել ասացիք։ Նոյեմբերի 4-ին եմ պատվել, ես մի քանի ամիս առաջ եմ դրել գումարը։ Մինչև հիմա քննչական։ Այսինքն մարդկանց ներկայացրել են, որ ինքը ներդրումային ծրագիր է։ Մարդիկ հավատացել են, եղել է Հայաստանի տարբեր մարզերում, Երևանում, սուպերմարկետներում, չգիտեմ, խանութ, վարսայանում, տարբեր տեղեր, գովազդային վահանակներ, պաստառներ, եղել են կոնֆերանսներ, գրասենյակներ են եղել, աշխատակիցներ են եղել, դրա հետ կապված նյութեր կա, որոնց կրիչով մենք ներկայացել ենք քննչականի դատախազությանը, մոտ 200 երևի նկարներ ու վիդեոտեսակներ, այդ տեսահոլովակներ, ու հիմա շատ հետաքրքիր է, թե քննչականի դատախազությունը արդյոք այդ մարդկանց հրավիրել է հարցաքննության կամ որ փուլում է գտնվում, եթե կան հարցաքննություններ, մի քանի հարցեր կա, որ հետաքրքիր է, ասում են քաղաքացիներ իմանան ինչ փուլում է, կամ հանցագործներից վերցնեն գումարները տան մեզ, կամ եթե չեն կարողանում գտնել հանցագործներին, այնց անգործության պատճառով քննչականի դատախազության, որ չեն կանխել նմանատիպ կայքերը, ու օրեցօր էլի աճում են, այսինքն այդ Հելոբիթը փակվել է, դրանից հետո դուրս եկավ Կոգոտը, նորից փակեցին, հիմա մեկ ուրիշն է հելը, անունը տենց հիմա չեմ գիտեմ ինչ կոին է, այս պայն նորից ինքը գործում է, աշխատում, էլի նույն Հելոբիթի մարդիկ են, այսինքն պայմանագիր է եղել, վիդեո տեսահոլովակ կար է, վիդեոյի մեջ այդ մարդը ներկայացնում է, որ ծրագիրը իրանք են բերել, պայմանագիրը իրանք են կնքել, $30 միլիոն ներդրում են արել այդ ծրագրի հետ ու ապահով է մարդկանց կոնֆերանսի ժամանակ ասում են թե ոնց պետք է ծրագիրը աշխատի, ինչպես կարելի է մարդկանց ներգրավել, այսինքն մի հատ մեծ թիմ է աշխատել, օրինակ ինձ հետաքրքիր է, ասենք քննչականը իր գործողությունները արել։ Մեքենաների համարներ կամ մարդկանց դեմքեր կամ մանկապարտեզներում օգնություններ են եղել, անապահովներին օգնություններ են եղել, այս լոգոներով կպցրած այդ օգնությունների վրա։ Ասենք թող գտնեն իմանան։ Դեռևս այս խաղի մասին ինչպես եք տեղեկացել կոնկրետ։ Ինձ հարազատներից են ասել, այտենց ես գումար եմ դրել։ Ու իրանք են գումար դրել։ Ընկերներ են դրել, բոլորը գումարները կորցրել են։ Դուք $1000 եք կորցրել։ Այո։ Ձեր անունը Հովհաննես Տերմինասյան։ Հովհաննես Տերմինասյան, Երևանի բնակիչ եք։ Ես Չարենցական քաղաքից եմ։ Կներկայանաք, ով եք ինչ խնդրում եք։ Ես Զորաբ Նալբանդյանը Գեղարքունիքի մարզից եմ, Հելոբիթի տուժված, $1,200,000 խապել են, ձեռիցս տարել են ապետեն, հիմա ուզում եմ մեր փողերի վերադարձել, ես եկել են կակցաներ են կանում, որ մեր փողերը հետ վերադարձել։ $1,200,000 մեկ անգամից դրել եք, թե Մի անգամից դրել ենք, հա, մի անգամից դրել ենք ու դες մեզի խապեցին, թե երկարաժամկետ տոկոսներով պետք է իրանք մեզի ապողին, որտեղ մի անգամից նոյեմբերի 5-ին ես Հելոբիթը հակվեց, որտեղ Իսկ դուք երբ եք ներդրում արել։ ներդրումը արել ենք երևի նոյեմբերի սկզբներից։ 2025 թվականին։ Հա, 25 թվականի նոյեմբերի սկզբներից։ Իսկ ով էր, ոնց որ խորհուրդ տվել, որ այդպես ներդրում արել, ինչ-որ ծանոթ բարեկամ թե։ Կան ընկերություն, բարեկամությունը տենց տեսա որ իրանք էլ մեզ էլ ասել, տենց բան կա, ոչ թե համոզել են, այլ ուղղակի գիտես, փողը ոչ մեկի Իսկ այլ ծանոթներ էլի ունեք, որ այդպես տուժել են։ կան, այդ ծանոթներ կան, բայց այսօր իրանք չեն ծանոթներ։ Չէ՞ թե ծանոթներով էլի որ մտանք հետև։ Հա, իրենք էլ ձեպես տուժել են։ Հա, իրանք էլ մեզ դժվար են։ Իսկ եք իստավալի գումար են կորցրել։ Իրանք։ Հա։
Իրանց դե տարբեր է, չգիտեմ, ես հաստատ չեմ իմանում, կա մինչև 5000, մինչև 3000, մինչև 10000 դոլար են դժվարներ տան։ ամենաշատ գումար կորցրածը, որ գիտեք ինչքան է։ Այսինքն ծանոթներ ընկերներին, հա։ Ես չկարամ ստույգ ասեմ ինչքան է։ Բայց մոտարապես գիտեմ, մի հոգի կա մինչև 5-6000 դոլար ներդրում էր արել։ Ու այդպես ինքն էլ մեզ նման դժվար է։ Նա եկել ենք ստեղ, ուզում եմ մի հատ քննչական ահագին ժամանակ անցել, որ մեր դիմումները ներկայացրել ենք ու մինչև հիմա չեն կանչել քննչական։ Չգիտեմ ինչ պատճառներով չեն կանչում։ Կանչեն, որ ասենք իմանանք այս գործին ընթաց կտան, չտան, որ մեր գումարները հետ վերածնեն։ Մենք եթալու ենք մինչև վերջ, ինչ ուզում ալնի։ Դուժվել ենք, պետք է կառավարությունը հետ տա մեր փողերը։ Մենք չի որ, մենք կանք չենք առնում, կանենք պայքարեն մինչև վերջ, մինչև մեր փողերը հետ տան, մինչև ստույգ ժամկետն ասեն, երբ են փողերը վերադասնեն։ Բայց ինչքանով է ձեր կարծիքով իատեսական դա էլ, որ գումարները հետ կտան։ Դե ինչ ասեմ, ցավը տանեմ։ Պետք է մեր պայքարից է, մենք պետք է պայքարենք, որ մեր գումարները հետ տան։ Հիմա մեզ ստույգ պետք է ժամկետ ասեն, ես համոզված եմ, որ 100%-ով մինչև ասում է երեխան չլացի մեր կուրս չի տա։ Դրա համար պետք է մենք էլ կանգնենք, պայքարենք, որ մեր գումարները հետ տան։ Իսկ քննչական կոմիտեից ինչ պատասխան են տալիս։ Նախինում եք չէ՞ այստեղ ցուցարը։ Քննչական կոմիտեն հենց ինձ չեն կանչել մինչև առայժմ։ Ես ուզում եմ, որ կանչեն, որ ես մի հատ էլ իրանց ասեմ, ինչոցա, ոնց է։ Ծանոթ չունեք, որ կանչվեն։ Ամա ծանոթ դա պրիչում ծանոթ։ Չէ, ուզում եմ հասկանամ քննչական կոմիտեի պատասխանը որն է, այս խնդրի վերաբերյալ։ Դե իրան գործին ասել են, որ ընթաց կտան։ Կտան, գործին ընթաց կտան ու հարցը լուծվի, 100%։